Աստծո խոսքեն երկու դեղերը համար պիտի գարտամ, մեկը գտնվի Ղուկասու ավետարանին, մեզի ծանոթ արագին մեջ անարակ որդին արագն է, եւ պիտի գարտամ այն բաժինը, որ դղան գանտրաթարնա եւ հորը գվերաթարնա։ Ուրեմն Ղուկաս 15:20-24 պիտի գարտամ, ու ելավ իր հորը եկավ, եւ մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսավ զանդիգա ու քութը շարժեցավ եւ վազելով անոր բարանոցին վրա ինգավ ու համբուրեց զանդիգա որդին ալ ըսավ անոր հայր մեղանչեցի երկինքիթեմ ու քու արջևդ եւ ալ արժանի չեմ քու որդիդ ըսվելու բայց հայրը ըսավ իր ծառաներուն հանեցեք առաջին պատմուջանը ու հագցուցեք անոր եւ մատանի թրեք անոր ցերքը ու գոշիկներ անոր ոտքերը եւ բարարդ զվարագը բերեք մորթեցեք եւ ուդենք եւ ուրախ ըլլանք վասնզի այս իմ որդիս մեռած էր ու ողջնցավ գործված էր ու գտնվեցավ եւ սկսան ուրախ ըլլալ հաջորդ համարը Պողոս Արաքյալի գրած նամակներեն Եփեսացված եկեղեցին 6-րդ գլուխին 4-րդ համարն է հոն շատ մխրատներ գուտա եւ 4-րդ համարը գսե եւ դուք հայրեր ծեր որդիները մի բարգացնեք հաբա զանոնք մեծուցեք դերոջը վարժությունով ու խրադով նույնպես պիտի ըլլա քրիստոնյա հոր հատկությունները հատկանիշերը հայրերու դոնն այսօր եւ գշնորհավորեն բոլոր հայրերը, մեծ հայրերը, անոնք որոնք մեր մեջ են եւ անոնք որոնք մեզ գտիդեն համացանցի միջոցով զանազան երկիրներեն հաջող զիսկ կաչալերեն դեր օրհնե բոլորին եւ առողջ մնաք Աստծո փառք կուրանք օրինագելի հայրերուն համար բարեբաշտ եւ Աստվածավախ հայրեր արժանի են քովվելու, քնահատվելու եւ անոնց հնազանդելու։ Անոնք երկնավոր հայրը գարդացոլացնեն, երբ անշուշտ բարեբաշտ եւ աստվածաբաշտ են։ Իրականության մեջ ինչպես արաքինի գինը դժվար գտնես, այնպես էլ աստվածավախ այրը դժվար գտնվի։ Աստուծո վախ ունեցող մեկը ան է, որ իր բոլոր որոշումներում մեջ, ծրագիրներում մեջ Աստուծո միտքը հասկանալ գուզե եւ ըստայն որոշումներ գարնե։ Այս է աստվածավախությունը։ Եվ այսօր գուզեմ հայրերու եւ անոնց գազմած ընտանիքին մասին խոսիլ, հիմք ունենալով աստվածաշունչը որ միակ ուղիղ եւ օգտակար չափանիշն է ընտանիքին նկատմամբ այս փոփոխական եւ նյութաբաշտ աշխարհի մեջ որքան պետք ունենք որպես հայրեր գարչելու Աստուծո խոսքին Աստուծո խոսքը մեզ հերու գբահե փռնագալ հայրեր ըլլալե եւ գազադե քեշ փնավորությունները եւ մեզ գնե հեզ բայց որոնց համար ոչ թե անոնց համար որոնք աղբոր ջարդասան են Աստծո խոսքը գկարոզեն հաբա անոնց համար որոնք հոժար են Աստուծո հնազանդելու ընտանիքներու մեջ ստեղծված լուրջ դժվարությունները անհամերաշխությունը ըսի ըսավները վերակրելի է Աստուծո եւ անոր խոսքին մեր կյանքերեն դուրս ընելուն արժեք չդալուն եւ ճուզելու որ խոսքը մեր ներսիտին կորձե ու բդղափերը Աստծո խոսքը սիրելներ միայն հեզ սիրտերու մեջ դեղ ունի հոն դեղ գտնե եւ բդուղ գբերը երբ հորմը սիրտը հբարդ է Աստուծո խոսքը հոն դեղ չունի աբոր գկարոզե գլսե դերևս ալ գքնանա ու գգարձես որ գլսե բայց որքան ալ լսե երբ սիրտը հեշ չէ
խոսքոհոն դեղչուն եւ բդուղ չի դարր։ Այսօր հայրեր Աստծո խոսքեն շատ բաներ սորվելու են, որբեսի իրենց ընտանիքը շիդակ երբով գարավարեն։ Ով է հայրը, այսօր համարալ ինչ աղոտ կապարդեր կան։ Ինչպես ամեն հաստատություններու մեջ, ընտանիքի մեջ ղեկավարը ունի, զորանոցի մեջ զորաբեդը կա եւ դունի մեջ նաեւ այրը կա։ Ընտանիքը իր ղեկավարը ունի եւ այդ ղեկավարը ըստ Աստծո խոսքին դան քլուխը եղող հայրն է։ Ուրեմն ընտանիք ունեցող հայր կգոչվի։ Այսօր նոր սերունդի մեծամասնությունը այս իմաստով չի հասկնար։ Հաբա աբորինի գենակցություն ընողնալ հայրը։ Նույն սերին պատկանողներ, եթե մեկ տամ մեջ կփնագին, ընտանիք կգոչվի, մեկը հայր գլա, մյուսը մայր գլա։ Եվ եթե գրնաս խոսին, գսենք հեզի ինչ իրավունքով անոնք միջև այնադեմ, որ ուրախ են, երջանիկ են, գսիրեն զիրար, չէ որ սերը աստվածային է, աստված սեր թրեր է մեջերնին, և թուն ինչ համարձակությունով կամ իրավունքով գմիչաբդես անոնց գյանքին։ Այնպես որ մարդը իրեն չափանիշ թրած է, եթե երկու հոգի մեկ դամ մեջ կփնագին, այդ իրենց համար ընտանիք է։ Որքան փոխված է աշխարհը, Աստծո դված չափանիշը ոտնագող եղած է եւ մարդիկ իրենց կմահաճույքին համեմատ չափանիշեր դրած են։ Եգուր հիմատուն հագարակ է ասոր։ Ինչ աղոտ կապարներ գշրջակային հոր եւ ընտանիքին մասին։ Իրավ աստվածաբաշտ եւ աստվածավախ հայրեր դժվարության մատնված են։ Իրենց շրջանագեն մոդիկ ազգականները, բարեկամները, մինչև իսկ իրենց հարազատներն եւ փառք կուտանք, որ այս վիճակը երկար պիտի չդեվե։ Եվ մարդիկ իրենց ցանածը պիտի հնցեն եւ Տեր Հիսուս շուտով պիտի գա։ Գիշեք այն զգայացունց խոսքը, որ Հիսուս իր օրդյալ շրթներեն ասավ, երբ հարցուցին, երբ պիտի գաս դարձյալ, նշանները ինչ են, եւ շատ նշաններ տվավ, թվական չորոշեց, դարի չորոշեց, եւ այդ նշանները մեկը Սոթոմ Գոմորի վիճակն է։ Նոյի օրերուն վիճակին նկարագրեց Տեր Հիսուս։ Երբ տեսնեք, թե մարդիկ Նոյի օրերու Սոթոմ Գոմորի մտայնություն ունին, քիծեք, որ մոտ է քալուստս։ Աստված հայրության բացարիք բադիվ մտվավ, երբ հայր անունը ինք որդեգրեց եւ ջացվեցավ իբրև երկնավոր հայր, ինչպես Հարութ եղբայրն լսավ ապա հայր։ Եվ Աստծո խոսքը հայրերու օրինակներով լեցուն է։ Հայր անունը դասնյակ անգամներ հիշված են, ցուցունելով հայր Աստծո նկարագիրին դարբեր երեսները։ Հորմը թիրքը, բադասխանադությունը, բարդականությունը եւ առաքինությունները հիշել է առաջ, շատ կարևոր գսեպեմ, գուզեմ զգուշացնել երկու ծայրահեղությունները, որ հայրեր գինան ադոնց մեջ։ Առաջինը հայրը բեք չէ ամեն բան բարդատրե դան մեջ։ Դան մեջ միայն իր խոսքը պետք է քալե։ Ես դան քլուխն եմ եւ համարն ալգփերը։ Ինչպես Քրիստոս եկեղեցին քլուխն է, այրնալ դան քլուխն է։ Բայց ես կուզեմ հարց տալ, Քրիստոս ինչպեսի քլուխ մներ, քու որպես հայր, քու քլուխը դալ
իրեն պես է, օրինակը Քրիստոս է, այո, դան գլուխն ես, բայց ինչպեսի գլուխ մնես, նվիրվող, ծառայող, թե ոչ ես, դան մեջ միայն ես, Ծննդոց գիրքի մեջ երբ ասված Եվան ստեղծեց եւ փերավ գգարտանք երկրորդ գլուխի մեջ թե գինը օգնական դրվեցավ ասի լավ պետք է ըմբռնեն հայրերը օգնական խոսքին բոլոր առումով ոչ թե ծառա ոչ թե ապրանքը իր ոչ հաբա օգնական Եվ այս ծայրահեղության մեջ ինալու պատճառը հոր մասին սխալ ըմբռնումն է։ Այս մարդիկը գգարձեն, թե իրենց գիներուն եւ զավակներուն սեփականադերն են։ Եվ այս սխալ ըմբռնումը զիրենք գարաչնորդ է սխալ վարմունքի։ Բոլոր բաներում մեջ նույնն է։ Երբ մարդը բանի նկատմամբ սխալ ըմբռնում ունի, սխալ վարմունքի Բիդի առաջնորդեզիկ և սխալ թիրքորոշում է։ Ուրեմն ասի առաջին ծայրահեղությունն է։ Մարդը ես հոս արաբական երկիրներ մեջ և ասյո մեջ շատ դարացված է այս կաղապարը։ Գինը աբրակ մնե, գարնես կկործածես, եթե բեք չունիս, ետ կղրգես, բայց ոչ այդպես չէ։ Քրիստոնյա հայրեր զգուշանալու են, այո դան կլուխն են, բայց Քրիստոսի նման կլուխմը Եվ ոչ թե փռնագալը։ Երկրորդ ծայրահեղություն այն է, երբ դան գլուխը եղող հայրը բոլորովին գնոջը աստեցության տակ գինա։ Ասոնք իրենց գնոջը գողմե կգարավարվին եւ առանց իրենց գնոջը հրամանին քայլը չեն գրնար առնել, փամը չեն գրնար անել։ Աշուշտ ասոնք պատճառաբանություններ գբրնեն ըսելով նայր բադվելի մենք չենք ուզեր մեր գիներուն հետ ասանք խնդիր ունենալ, նեղացնել, վշտացնել, անոնց դրամատրությունը խանգարել, որով գսեն վնաս չունի, հոգ չէ, իրենց իր ուզածը թողլա, այդպես պատճառաբանություն գնեն։ Իսկության մեջ ասոնք ողնահար չունեցող հայրեր են Շուտով գծերին, որպես թե շատ խոնար են։ Աստուծո միտքը ծրագիրը գամքը այս չէ։ Ընտանիքին համար եղած կարգադրությունը, անոր մեջ եղած գարկ ու կանոնի թրությունը Աստված ինք թրած է, ոչ թե հայրը գտնե ընտանիքի մեջ գարկ ու կանոն, հաբա Աստված ինք թրած է։ Եվ հայրը այդ դամ մեջ իր թիրքը Քորձը և պատասխանատվությունը ունի։ Քրիստոնյա հայրեր վերոհիշյալ երկու ծայրահեղությունները պետք է ցերբազատվին։ Քրիստոնյա հայրեր իրապես շատ կան այս երկու ծայրահեղություններուն մատնված։ Ուրեմն հիմա գետրոնանանք կարևոր գետերուն, որում նյութսալ այդ է։ Քրիստոնյա հայրը ինչպեսի հատկություններ ունի, հատկանիշներ պետք է ունենա։ Առաջին աստվածաբաշտ մեկն է։ Աստվածաբաշտ հայրը ան է, որ պատրաստ է հունարեն բնակիրի մեջ այս է իմաստը։ Աստվածաբաշտը մեկն է, որ պատրաստ է Աստուծո ուզածը ընելու։ Ոմանք կխորին թե Աստվածաբաշտը ան է, որ եկեղեցի գերտա, չէ որ հոն բաշտամունք ըմբռնումը գա, ուրեմն երբ եկեղեցի գերտա, ամեն գիրագի Աստվածաբաշտը, ոչ, Աստվածաբաշտը մեկն է, որ որոշած է հավատարիմ մնալ Աստուծո, մեկն է, որ դերոջը գվստահի, Աստվածաբաշտը մեկն է, որ զասված գսիրե բոլոր սիրտով, Աբրահամ և Ղովտ երկուքն ալ հայրեր էին։ Մեկը պատրաստ էր Աստուծո գամքը ընելու, իսկ մյուսը պատրաստ էր իր գնոջը գամքը ընելու։ Աբրահամի կյանքին գնայես կսերտես անոր միտքը իր բռնած թիրքը
ժամանակավոր, անցավոր բաներուն համար գեհիանաս, վերը գնայր, աչքերը վերներ, այո հոս, հարուստ էր, բայց սիրտը այդ հարստության վրա գարչած չէր։ Անոր հավատքի կյանքը գտեսնես, գսես այս մարդուն յետին արաքինի գիմբը գեցած է, որ անոր թեպի հարաճ կդանի, գիմբը որ իր ամուսինին գծարայե և գիտեք ինչ գսեին այն ադեն, դիգինները այնքան որ գահարքեին, դեր պարը գսեր, Սարա Աբրահամին դեր գոչեր, անշուշտ ասիկա ներգա դիգիններուն պիտի սրթողեցնեն, չեմ ասել ուզեր որ թուգալ ծեր ամուսիններուն դեր ասեք, չէ, բայց այդ ժամանակ այնքան հարկանք ունեին, եթե իրավ է, չեմ գիտեր, իրավ է, այո, իրավ է, որ ամեն մեծ մարդու ետին մեծ գին մգեցած է, Արդյոք գրնանք հագարագնալ ասենք ամեն հիմար մարդու ետինալ հիմար գին մգեցած է, եթե առաջինը ճիշտ է, թերևս երկրորդն ալ ճիշտ է, ցեզի կթողեմ, չեմ գիտեմ, Ղովտ որպես հայր գնոջը աստեցության դակ գաբրեր, ողնար չուներ չի գրծավ գնոջս էլ ոչ սոտոմ կոմոր բիչերտանք, հոն բիչերտանք, դան կլուխի եղող հայրը գնոջը գողմե գգարավարվեր և դեղ մի եկավ, որ գինը արավ զինքը և սոտոմ կոմորի մեջ նստեցուց։ Անշուշտ ասիկա դագավ ար դագավ եղավ, մեկ անգամ են չէ, գիները խորամանկ են, գիտեն ինչպես պիտի համոզեն իրենց ամուսիններուն, մանավանդ հույները պարբ ունին, չավուշ գսեն, պան գիներուն, որոնք ամեն պանը Գամած կամ, մեկ անգամ են չէ, գիտեն ծևերը, ասված ողորմի այն այրերուն, որոնք այսպեսի գիներ ունին։ Ղովտ, որպես հայր, ասվածաբաշ չեր, բադրաշ չեր աստուծո ուզածը ընելու, արդյունքը գարտացեք, ասված օրհնեց Աբրահամը և հավատքի հայր գոչվեցավ, իսկ Ղովտ ամեն բան գործեցուց, ամեն բան ինք զինք ազատեցավ, որպես թե գրագ է։ Երկրորդ հատկություն հայրը, քրիստոնյա հայրը երգայնամիտ մեկն է։ Ոչ թե բորացող, գանչող, հինադեն, հիմա չի գա այդ տեսակ բաներ։ Հիմա միայն թե աստյո մեջ գա թերևս արաբական երկիրները, հինադեն, դան մեջ արարգաներ գթրեին, անոք որոնք մեծ են գիշեն, հողաթապներ գթրեին դունի մեջ։ Հիմա չէ, հիմա գսեն նայր չէ, ես չղայնանամն է, գնոջս չեմ զարնե, որ դե պանդ պիդեր դա, չէ, բայց սեղանին գզարնեմ, բադին գզարնեմ, երգայնամիտ, քրիստոնյա հայրը երգայնամիտ է, հունարեն պնակիրը շատ ջող է, գիտեք ինչ կնշանակ է երգայնամիտ, կնշանակ է ջնշող վիճակի մեջ չպատասխանել։ Երբ մեկը չիղերութ հետ կխաղա, քու հասցեիդ սխալ գխոսի, անաբաշխար մարդը ինչ կնե, ջնշումի դակ, հիմա անոր գծությունեմ, ջնշումի դակ է, գպատասխան է։ Քրիստոնյա հայրը երգայնամիտ կլա, ջնշումի դակ չի խոսիր, երգայնամիտ կլա, և ասիկա մեր երկնավոր հոր հատկություններն են, որ մենք պետք է առնենք, մեր երկնավոր հայր այսպես կվարվի, մեզի հետ երգայնամիտ կլա, որքան հաճախ մեր վարմունքով, մեր թիրքորոշումով, մեր հիմարական գործերով գվշտացնենք աստուծո, անունը գարադավորենք, երգայնամիտ կլա, սորվինք մենք ալ երգայնամիտ լա, երորդ օրինագելի քրիստոնյա հայրը աղոթող և աստուծո խոսքը գարտացող մեկն է։ Ընտանիքին դժվարությունները աղոթքով դերոջը կդանի, աստուծո և անոր հայրական սիրույն անոր հոգադարության վստահող մեկն է, աղոթել այդ կնշանակ է, վստահիլ, անոր երթալ, անոր հանցնել, այս վստահությունը զոր ունի առասված իր դան անդամներուն
գներ շնչե, որպես անոնքալ Աստծո դանին իրենց դժվարությունը։ Երբ հայրը զուրգ է այս հատկութենեն, գրնակ երևակայել, թե ինչ վիճակի պիտի մատնվի ինք և իր դան անդամները երբ դժվարություններով մատնվին։ Տակն ու վրա չեն գիտեր ինչ պիտի տեղահադառնելու պիտի սկսին։ Երկու մարդ դուրս շինեցին, մեկը ժայռի վրա, մյուսը ավազի վրա։ Երբ հովերը փոթորիկները եկան, որ դունը փլավ, ան որ ավազի վրա շինեց։ Իմաստուն հայրը իր դունը ժայռի վրա կշինե։ Երբ փոթորիկները գուքան դունին գզարնվին, հայրը աղոթքով ու Աստծո վստահելով իր ընտանիքին խաղաղությունը գաբահով է։ Երանելի են այն ընտանիքները, որոնք աստվածաբաշտ հայրեր ունին։ Չորրորդ հայրը, քրիստոնյա հայրը, սկզբունքի դեր մեկն է, սկզբունքի։ Իր զավակներուն գսորվեցնե հոգևոր և փարոյական սկզբունքներ, որպես իր զավակները մեղքի հոսանքեն չդարվին, եթե զավակները իրենց հորմեն չսորվին փարոյական սկզբունքներ, անոնք ուրիշներեն պիտի սորվին, և մենք շատ լավ գիտենք, որոնք են այդ ուրիշները։ Եթե զավակներ իրենց ուղղությունը հորմեն չառնեն, ուրիշներ անոնց սխալ ուղղություն պիտի տան։ Սկզբունքային հավատարմություն հոսանքին թեմ լողալ ենթադրի։ Սկզբունքային հավատարմություն կնշանակե, ասի դժվարամարսել է, իրավ դժվար է, բայց այդ կնշանակե այնպեսի բաներն էլ, որ մեծամասնությունը չներ։ Եվ չնել այնպեսի բաներ, որ մեծամասնությունը գնե։ Հիմա թուն եկուր այս վիճակի մեջ ապրը սկզբունքի դեր։ Որքան պետք ունենք աստվածային իմաստության և զորության։ Եվ գարթացված արագի մեջ, որ գարթացի սկիզբը, գտեսնենք հոն քրիստոնյա հայրը, որ իր բզդիկ տղան ըսավ քու ստացված կետ դուր ինձի։ Եվ հայրը չհագարագեցավ, բադանի մչեր, հասուն էր, դեղմ ասած էր, որ ուզեց իր հորմեն անգախ ապրիլ։ Եվ իր ունեցած են իր բաժինը հայրը դվավ առանց դժվարությունը ստեղծելու։ Okay, ուզես այդպես թողլա։ Այս հայրը դիկտատոր մչեր։ Լավ հասկացած էր, թե մարդը ով է, որ իր զավակը գամքի դեր էր, ընտրելու ընդունակություն ուներ և թողեց, որ ուզածը ընե։ Երբ իր ունեցածը վատնեց ու որոշեց ետ վերադառնալ իր հորը դունը, հորը թիրքը իր դղուն փրկության առաջնորդեց, փրկության միջոց եղավ։ Դղան կդավ իր առաջվան ուրախությունը, երջանկությունը, երբ հերույեն դեսավ հայրը, քութը շարժեցավ, գգարտանք, քութը շարժեցավ, վազեց անոր բարանոցի վրա ինգավ ու համբուրեց զանիգա։ Լավ հայրեր գրնան արդացոլացնեն երկնավոր հայրը, ճիշտ է, այդ արագը մեր երկնավոր հոր բատկերով Հիսուս կներկայացնե, երբ մարդը որքան էլ աբերախտը լահերու լա, եթե վերադառնա, պիտի ընդունի Աստված, բայց չէ որ մենք ալ հայր կոչված ենք, անոր նման պետք է ելանք, քութ պետք է ունենանք մեր զավակներուն հանդեպ։ Ուրեմն լավ հայրեր գրնան արդացոլացնել երկնավոր հայրը, քրիստոնյա հայրը աստվածային նկարակիրներ պետք է ունենա։ Հորմը գողմե լավակույն նվերները իր դան անդամներուն աստվածային հատկություններն են, որ իր կյանքով անոնց կփոխանցի, աստի ավելի լավ բան չի գա։ Ինչ պիտի եթե մեկը միլիոններ ցկեց, գալվածներ, դուներ ցկեց, բայց լավ նկարակիրներ, լավ հատկություններ, աստվածային հատկություններ ցույց չի տվավ։
Այսօր հայրեր դամ մեջ իրենց մեծությունը գահիտնեն հրահակներ տալով և ամեն բանի մեջ միջամտելով։ Գիտեք հայերեն ռամիկ նախատասությունը գա։ Քիթերնին ամեն բանի մեջ կխոթեն, ամեն բանի մեջ, ամեն բանի համար նկատողություններ գնեն, քանքադող են, գզզվիս, գինը ասված ողորմի այդպեսի այրերուն, իրավ գզզվիս, նկատողություն, հոս, իմաստուն հայրը, ասվածավախ հայրը այդպես չէ։ Գստիպե իր տան անդամները, որ իրեն պես մտածեն, որոշեն, իրեն փռնում ունենան։ 70 տարեկան եղերը իր դողուն գսե, որ ես երբ որ քեզի պես էի, այսպես չէի, եղբայր 70 տարի անցավ, ուր գտանից կուզավագդ ետև, արջև դար ասվածային հատկությունները ցույց տուր և խրադե ասվածային ճշմարտություններով։ Մեծությունը հրահանգներ տալու մեջ չէ, հապա խոնարհաբար գադարված ծառայության մեջ է։ Հայրը լավ պետք է փռնե, թե գինը և իր զավակները Աստծո կողմեն նվերները։ Ինք անոնց սեփականատերը չէ, նվերներ կստանա, և պետք է քուրքուրանքով հոգավ անոնց։ Հորմը բարի և խոնար կյանքի օրինակը ավելի արժեք ունի, քան բարի խրատները, իրավ հայրեր կան, խրատներ կուտան բարի, բայց ամեն բանի մեջ գուզեն միջամտել և արարգեն և քանքադող են, չեն քոհանալ, երբեք չես լսեր, ինչ լավ է ասիգա, գքնադեմ, շատ լավ է, ինչ որեն է ադիգա, ոչ թե ջաշ գուդե, լավ չէ իմ մորս ջաշ ավելի լավ է, քնադե տիկնոչըտ և ցույց տուր աստվածային նկարագիրներըդ։ Բողոս Արաքյալ գսե, որպես հոգևոր հայր Թեսաղոնիկեցիներուն, գսե ես ցեզ գսե, հորմը պես գխրադեի։ Աստված սիրելներ չագնգալեր, որ հայրը հարուստը լա, քիդունը լա, թիրք ու համբավ ունենա, սակայն Աստված կագնգալե, որ հայրը աստվածաբաշտը լա, աստվածավախը լա, երկայնամիտը լա, աղոթողը լա, իր դժվարությունները Աստծո դանողը լա, և զգսպունքի դեր հայրը լա։ Դերը օրհնե բոլոր մեր սիրելի հայրերը և մեծ հայրերը, նաև իրենց գոհագիցները, և լա, որ այս հատկությունները ցոլացնենք, դուրս տանք, և Աստծո անունը փառավորվի մեր և մեր ընտանիքներուն մեջ և միջոցով, իբարս երրորդության, ամեն։ Քեղեցիկ համարմը կրված էր քիչ առաջ բաստարին վրա, դեր շնորհ է, որ մեր հորը հետ ունեցած հարաբերությունները հարազատ լան, որդիական լան։ Պիտի վերջացնենք երգելով 61-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի և հովիվին աուտկով պիտի փակենք։ Քաղցր է Հիսուսի վստահիլ։
ով դեր դու քաղցրես եւ երգայնամիտ ես մեզի հետ չես վարվիր ինչպես մենք կվարվինք քեզի հետ փառք ուտանք դեր որ մեզ անհու սիրով սիրեցիր եւ դեր մեր փրկության համար քա թողեցիր օգնե մեզի որ մենք ալ մեր լավակույնը անենք եւ որպես հայրեր դեր դարձյալ մեր լավակույնը ոչ թե միայն մեր լավակույնն էլ հաբա քու ուզածդ անել մեր ընտանիքներուն մեջ մեր դամ մեջ մեր եկեղեցի մեջ եւ շրջանագի մեջ քու հատկություններով օժդես դեր մեզ բոլորս եւ դեր մարդիկ մեզ դեսնելով քեզ դեսնեն արցագես մեզ քու խաղաղությամբ փառքիդ համար կխնդրենք ամեն Ամեն